Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Երևանի ժամով հիմա 10:36 է եւ ռազմական գործողությունները սկսվել է Իրանի դեմ։ Իսրայելը հարվածներ է հասցրել արդեն մի շարք Թեհրանի վրա եւ կարծես վերջի 10-15 րոպեում է սկսել ռազմական գործողությունները։ Ես ուրիշ թեմայով էի պատրաստում վերլուծություն, բայց պատերազմը սկսվեց, հարգելի հայրենակիցներ, եւ ուստի մենք հիմա ձեր հետ միասին ուղիղ եթերում կարելի ասել կվերլուծենք եւ կխոսենք սրա մասին, որովհետեւ 10-15 րոպե ինչ տեղեկատվություններ կան եւ կարելի ասել ամենաթարմ հիմա տեղեկատվությունները ես ձեզ տեղյակ կտայեմ, միջև դա ժամերի ընթացքում հավաքվի եւ այլն։ Առաջի տեղեկատվությունները նրա մասին են, որ մոտավորապես, այսպես ասեմ, Երևանի ժամով ժամը 10-ին, փետրվարի 28-ն է այսօր, Իսրայելը հասցրեց հարվածներ Իրանին եւ ըստ կոնկրետ տեղեկատվությունների առաջի հարվածները հենց Իսրայելը հասցրեց, այլ ոչ թե Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները դեռ պատերազմում, ինչքանով տեսնում եք, դեռ չեն մասնակցում, այսինքն առաջի հարվածները ժամերի ընթացքում այդտեղից է։ Հենց Իսրայելը հասցրեց Թեհրանին, Թեհրանում պայթյուններ է, բավականին լուրջ, եւ հիմա մենք ձեր հետ միասին հենց ես էլ հետևում եմ եւ կշարունակեմ հետևել։ Պայթյունները շատ լուրջ են, մեծ են, ինչքանով տեսնում եմ։ Մայրաքաղաք Թեհրանում նոր է սկսվել։ Իսրայելական զինուժը 15 րոպե առաջ հայտարարեց, որ ամբողջ Իսրայելում ուրեմն հայտարարվում է տագնապ եւ բոլոր ոչ անհրաժեշտ գործողություններ, այսինքն ուսումը, աշխատանքը, ամեն ինչ պետք է դադարի եւ բոլորը պետք է սկսեն արդեն հատուկ վայրերում ուրեմն թաքնվել եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ սպասվում է փաստացի Իրանի կողմից արձագանք։ Սա այն սցենարն է, որի մասին վերջի օրերի ընթացքում տարբեր վերլուծաբաններ, այդ թվում ես էլ ենթադրություններ էինք անում, որ առաջի արվածը կարա հասցնի Իսրայելը։ Ինչու՞։ Պատճառը շատ պարզ է, որովհետև Միացյալ Նահանգները առաջի արվածը որ հասցնեն այսպիսի մեծ ծավալի, կարող է այնտեղ խնդիրներ հետո լիներ, որ կոնգրեսում թե Դոնալդ Թրամփը կիրառեց Միացյալ Նահանգների զինուժը, պատերազմի մեջ մտավ առանց կոնգրեսի թույլտվության, պետք է վերցներ թույլտվություն այդ ուղղությամբ, եւ հաշվի առնելով դա ավելի հարմար կլիներ, որ առաջինը հարվածեր Իսրայելը, հետո Միացյալ Նահանգները արդեն մտնեն պատերազմ պաշտպանելու Իսրայելը, այլ ոչ թե իրանք, որ սկսեն այդ գործողությունները։ Եվ դա կարծեմ շատ պարզ է։ Այո, Իսրայելը միևնույն ժամանակ ամբողջ պետությունում տագնապ է հայտարարել եւ ես նաեւ իմ ընկերներից նոր տեսա, որ իրանք հասել է հեռախոսների վրա ուրեմն հատուկ այդ վայրերում թաքնվելու պահանջը իշխանությունների կողմից։ Պետք է ասել, որ այս գործողությունները, արդեն կարելի ասել, որ ամբողջ Իսրայելում կա օդային տագնապ, այսինքն Իրանը, ոնց հասկանում ենք, սկսել է բալիստիկ հրթիռներ կիրառել Իսրայելի դեմ։ Եվ դա նաև տրամաբանական էր։ Հիշեցնեմ ձեզ, որ երեք մենք խոսել ենք ձեր հետ միասին սրա մասին եւ երկրորդ ավիակիրը արդեն հասել է Իսրայելի ափին։ Այսինքն հիմա երկու ավիակիրն էլ պատրաստ են, հատկապես կոնկրետ Ջերալդ Ֆորդը արևելյան միջերկրական ծովում նրա համար, որ այդ բալիստիկ հրթիռների ուղղությամբ պատասխան գործողություններ վարի, այսինքն պաշտպանողական գործողություններում օգնի կոնկրետ Իսրայելին։ Զուգահեռ դրա մենք խոսում ենք ձեր հետ նրա մասին, որ ամբողջ ուրեմն Իսրայելից ամբողջ դիվանագիտական ծառայությունների տարհանման գործընթաց է տեղի ունենում եւ դա շարունակվում է, փաստացի ակնհայտ է, որ պատերազմը հասկանալի էր, որ տեղի կունենա, երեք էլ ես ասացի հստակ, որ գուցե ժամեր է մնում եւ ահա կարելի ասել վերլուծությունից 12 ժամ անց դա դառավ արդեն իրականություն եւ փաստ։ Սրանով հարգելի հայրենակիցներ մենք մտնում ենք պատերազմի այս դաշտ եւ ժամանակահատված։ Ես հիշեցնեմ, որ երեք ասացի, որ մոտավորապես 1 ամիս կարող է տևել այս պատերազմը եւ հաշվի առնելով դա իհարկե ակնհայտ է, որ մենք ամբողջությամբ ձեր հետ միասին մանրամասն հետևելու ենք այս գործողություններին, սա շատ կարեւոր է, ով չի դիտել վերլուծությունները դիտեք, որ ինչքան ճակատագրային որոշումներ են։ Ես շարունակում եմ ձեր հետ միասին ուղիղ եթերում հիմա հետևել նրան, թե ինչ տեղեկատվություններ է գալի, որովհետեւ
20 րոպեն, որի ընթացքում գործողությունների մաս սկսվել են, հնարավորություն չի տալի իհարկե, որ ես ամփոփիչ այսպես պատրաստ արդեն վերլուծություն պատրաստեմ, որովհետև բավարար չէ ժամանակը, դա կլինի հետո։ Հիմա կարամ ասեմ, որ Իսրայելի պետությունը հայտարարում է պաշտոնական, որ սկսել է ռազմական գործողություններ, բայց այստեղ հետաքրքիր է, թե ինչ կոնկրետ բառ է օգտագործում Իսրայելը, ինչ տրամաբանություն է տալիս այս հարվածին, կանխարգելիչ հարվածներ Իրանի դեմ։ Իսրայելի պաշտպանության նախարարը Իսրայել կացը հայտարարել է, որ ամբողջ պետության տարածքով միանգամից հայտարարվում է արտակարգ եւ անապահ դրություն, եւ արտակարգ դրությունը նաեւ ներառելու է ուրեմն փոփոխություն մոտեցումներում, այսինքն ռազմական իրավիճակի մեջ հայտնվեց, կարելի ասել, Իսրայելը։ Հետաքրքիրը այն է, որ ուրեմն սպասվում է բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների հարվածներ Իսրայելի պետության դեմ եւ քաղաքացիական բնակչությունը պետք է անպայման հատուկ վայրերում գտնվի, որովհետեւ կարող է տուժել եւ մեծ կորուստներ կարող է լինել դրա համար։ Իսրայելի կոնկրետ ծառայությունը, որը պատասխանատու է այսպես է կոչվում տնային ճակատ, այսինքն ճակատը, որը ներսում է, այդ ծառայությունը զինված ուժերի հայտարարում է նաև, որ հենց հիմա բոլորը պետք է հաշվի առնեն այդ տեղեկատվությունները եւ դա եկել է, ինչպես ասացի ձեզ, 20 րոպե առաջ այդ ամենաթարմ տեղեկատվությունները։ Հիմա շարունակում ենք ձեր հետ միասին տեսնել, թե ինչ իրավիճակ է, թե Իրանի մայրաքաղաքում բազմաթիվ պայթյուններ են այս պահին տարբեր հատվածներում եւ մենք տեսնում ենք, այո, բավականին մեծ հարվածներ եւ իրոք սա երևում է, որ արդեն շատ լայնածավալ է։ Հետաքրքիր է, որ տարբեր աղբյուրները իսրայելական այս պահին խոսում են, որ հարցը կոնկրետ վերաբերվում է Խամենեին, այսինքն նաև Խամենեին այս անգամ թիրախավորելու են, ինչքանով դա ակնհայտորեն հասկանում է։ Զուգահեռ դրա տեսնում ենք, որ Իրանից սկսում են բալիստիկ հրթիռներ կրակել եւ արդեն Սիրիայի տարածքով բալիստիկ հրթիռները, Իրաքի եւ Սիրիայի տարածքով բալիստիկ հրթիռները թռնում են դեպի Իսրայել։ Այսինքն Իրանը որոշեց պատասխանել եւ այս գործողություններին եւ իրավիճակը ինչքանով հասկանում եք շատ հիմա կսրվի, որովհետեւ արդեն երկկողմ հարվածներ են սկսվել։ Զուգահեռ դրա փաստացի պետք է ակնկալել, որ Միացյալ Նահանգները միանգամից կսկսեն պաշտպանողական գործողությունների մեջ մտնելը Իրանի ուղղությամբ։ Եվ այստեղ ակնհայտ է նաև, որ արեք եւս ստուգենք, թե ինչ նոր թարմ տեղեկատվություններ կարող եմ ձեզ հայտնել։ Տեսնում ենք, որ մեկ պայթյունը տեղի է ունենում համալսարանի շենքի կողքը, որը երևի զինված ուժերի կոնկրետ հատված էր։ Ինտերնետ կա, կարևոր է սա։ Իրանից մենք այս պահին ստանում ենք կադրեր հենց կոնկրետ քաղաքից, այսինքն երևում է կոնկրետ տարբեր ենթադրում եմ, որ կանջատեն ինտերնետը, որովհետև հիմա փաստացի նույն X-ում, որտեղ որ ես ֆիքսում եմ, քաղաքի բազմաթիվ վայրերից նկարահանում են եւ ինտերնետում X-ում խոսքին հայտնվում է տեղեկատվությունները, ինչը նաև խնդիր է իրականում, որովհետև եւ ես բազում անգամ ասել եմ, դուք էլ գիտեք շատ լավ, որ պատերազմի ժամանակ չի կարելի նկարել որտեղ է հարվածները, որովհետև դա իսրայելական կողմը հիմա շատ հեշտ կօգտագործի նրա համար, որ ֆիքսի ճիշտ է արդյոք թիրախը թե ոչ, եւ եթե պետք լինի ուղի, այսինքն սրանով իրանցիք օգնում են, գուցե մի մասը գիտակցում է, մի մասը ոչ, հարցը դրանում չէ, բայց օգնում են հաստատ, այդպես է ստացվում իսրայելական կողմին։ Այս պահի դրությամբ պետք է ասել, որ փաստացի տեղի են ունենում առաջի հարվածները եւ առաջի փոխհրաձգությունը կողմերի միջև եւ իհարկե դա նաեւ տալիս է կոնկրետ հնարավորություն նրա, որ մոտակա
ընթացքում իրավիճակը ել ավելի աճի։ Մենք տեսնում ենք այո տեղեկատվությունները, որը գալիս են խոսքին պաշտպանության նախարարից, գլխավոր շտաբի պետից, նաև նախկին պաշտպանության նախարարներից Իսրայելի, որոնք բոլորը աջակցության հիմա խոսքեր են հայտնում այս հարվածներին։ Արգելված է նաև որևէ աշխատանք Իսրայելում եւ բոլորը պետք է տներում գտնվեն, մամադներում հատուկ թաքնվեն, որը ամեն տունը ունի կառուցած եւ դա շատ կարեւոր է հարգելի հայրենակիցներ, որ ամեն տունը ունի հատուկ վայր, որտեղ որ մարդ կարող է թաքնվել այն ժամանակ, երբ պատերազմ է սկսվում, մի քանի րոպեվա ընթացքում եւ փաստացի երբ Իսրայելը ֆիքսում է, որ բալիստիկ հրթիռը գալիս է Իրանի տարածքից, ապա 10 րոպեյույթ, մինչև 10 րոպե, մինչև դա տեղի ունենա, մինչև հարվածի 10 րոպե շուտ հնարավորություն կա, որ բոլոր քաղաքացիների տեղյակ բայի եւ բոլորը թաքնվեն հատուկ տեղերում, հասկանում եք։ Եվ դա շատ կարեւոր էֆեկտիվ համակարգ է, որտեղ պատերազմի համար պատրաստ է պետությունը։ Դա ես կարծում եմ մեծ փորձ է նաեւ Հայաստանի համար, որ այդպիսի կառավարման համակարգ պետք է լինի, որ պատրաստ լինենք ամենավատի համար, գուցե ամենավատը տեղի չունենա, բայց ամենավատի համար ամեն դեպքում պետք է պատրաստ լինել։ Արեք միասին հիմա ստուգենք ձեր հետ օդում ինչ է տեղի ունենում, շատ հետաքրքիր է, Մերձավոր Արևելքում, որտեղ առաջինը ինչ կարելի է, որտեղից որ կարելի է ֆիքսել տեղի ունեցող ռազմական իրավիճակը, դա օդում է։ Այս պահի դրությամբ Իրաքի օդում կան ուրեմն քաղաքացիական ինքնաթիռներ, Սիրիայի օդում շատ քիչ, Հորդանանի օդում դեռ մնում են, ծոցում նաև մնում են, այսինքն այս պահի դրությամբ շատ չի փոխվել իրավիճակը, բայց ոնց հասկանում եմ, նոր, որովհետև գիտեք, մեծ մասը գնում է Իրաքով դեպի հյուսիս կամ հարավ, նոր ուղղությամբ արդեն նոր ինքնաթիռներ Իրաքի տարածք չեն մտնում։ Ոնց հասկանում եմ, դա նշանակում է այն, որ Իրաքը սկսում է փակել իր օդային տարածքը եւ թռիչքների համար եւ դա նաեւ իհարկե մեծ կարեւորություն ունի եւ հիմա ես փորձեմ այստեղ շատ կոնկրետ եւ շուտ ստանամ տեղեկատվությունը, թե ինչ զինված ուժեր կան օդում, դա ինձ նաև շատ եւ մեզ կարծում եմ նաև շատ է հիմա հետաքրքրում եւ տեսնենք զինված ուժերի ուղղությունով։ Ուրեմն զինված ուժերի ուղղությունով մեծ ներկայություն այս պահի դրությամբ չկա, մի հատ ամերիկյան ԱԹՍ կա, կոնկրետ Իրանի սահմանների մոտ եւ հետաքրքիր է այդ վերահսկողական գործողությունները, Իրաքի տարածքում որևէ բան չկա, ոչ էլ ուրեմն Սիրիայի տարածքում գերմանական զինուժը ներկա է Հորդանանի օդուժում եւ Հորդանանում կա իրանց սեփականը նաեւ, որը այդպիսի հետևում է իրավիճակին այդտեղ, Պակիստանում նաեւ ինչ որ շարժում կա, բայց ընդհանուր առումով մնացած հատվածներում ուրիշ շարժում այս պահի դրությամբ չկա, այսինքն գործընթացը դեռ չի խորացել այն հատվածին, որը հիմա սպասելի է, որ ամբողջ այս քաղաքացիական թռիչքները կանցնեն դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Սիրիա, Իրաքի, Հորդանանի հատվածը կլինի ուրեմն ինչպես ուրիշ ժամանակահատվածներում դատարկ։ Պետք է ասել նաեւ, որ հետաքրքիր է, Wall Street Journal-ը գրում է, որ այս հարվածը հասցրել են ոչ թե Իսրայելը միայնակ, այլ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները միասին։ Սա արդեն շատ լուրջ տեղեկատվություն է, Wall Street Journal-ը այսպիսի բան միամիտ իհարկե եւ առանց տեղեկատվություն չէր գրի, այսինքն Միացյալ Նահանգներն են մասնակցում հարվածների մեջ։ Սա շատ կարևոր է։ Հիմա մենք ձեր հետ միասին իհարկե կսպասենք նրան, որ հաստատվի Միացյալ Նահանգների մասնակցությունը, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ 90%-անոց հավանականություն կա, որ դա ճիշտ է, այսինքն Միացյալ Նահանգները արդեն նաև մասնակցում են այս կոնկրետ ռազմական գործողություններում եւ հաշվի առնելով դա իհարկե պետք է ֆիքսել այստեղ, որ Միացյալ Նահանգների ներկայությունը արդեն եւ պատերազմում մասնակցությունը նաեւ խոսում են դրա մասին, որ լայնածավալ պատերազմ է սկսվել, այսինքն սա
թեթև այսպիսի գործողություններ չեն եւ միայն Իսրայելի կողմից չեն ակնհայտորեն, եթե խոսք է գնում, որ Միացյալ Նահանգները միասին են գործում։ Հարցը նրանում է, որ առաջի հարվածը, որը մոտավորապես 30 րոպե է տեղի է ունենում, դեռ չի երևում, որ շատ լայնածավալ լինի եւ իրոք կարող է սա լինել այնպիսի իրավիճակ, որի մասին մի քիչ առաջ խոսեցինք, հա, նկատի ունեմ կանխարգելիչ մոտեցում, ոնց որ սա հենց հայտարարեց Իսրայելը, այսինքն կարող է սա նաև դեռ բանակցությունների մաս է։ Այո, հարգելի այնակիցներ, ինչ նկատի ունեմ, կարող է հիմա ամերիկական եւ իսրայելական կողմը պահանջում են Իրանից, որ կատարի այն կոնկրետ պահանջները, որը ներկայացվել է, եթե ոչ, ապա հարվածները կշարունակվեն եւ ուրիշ ծավալի կանցնեն, այսինքն տրամաբանությունը դա է։ Հիմա կարճ հիշեցնեմ ինչ պահանջները։ Միջուկային ծրագրի ամբողջությամբ ուրեմն չեղարկումը, մերժումը միջուկային ծրագրի ուղղությամբ քայլեր անելը եւ հրաժարվելը միջուկային ծրագրից 400 կիլոգրամ պատրաստ հարստացված ուրանի փոխանցում Միացյալ Նահանգների համար, բալիստիկ հրթիռների ծրագրից հրաժարվել, դա արդեն ավելի ուրիշ հարց է, գիտեք, այստեղ միջուկային ծրագիրն է, Իրանը չի բալիստիկ հրթիռները էլի կարող է առևտրի մաս լինեն բանակցություններում, բայց ամենակարևորը այն է, որ Միացյալ Նահանգները ինչ պահանջում են միջուկային ծրագրի ուղղությամբ, Իրանը հրաժարվում է դա կատարել։ Այսինքն միջուկային ծրագիր շարունակում է ունենալ, իսկ դա խնդիր է եւ այդտեղ Իրանը պետք է փաստացի հայտարարի, որ հրաժարվում է միջուկային ծրագիրից առհասարակ եւ առանց որևէ ժամկետ։ Դա է Միացյալ Նահանգների պահանջը։ Հիմա կհայտարարի, թե ոչ դա իրականում ոնց հասկանում եմ միջև այդ եւ երեք էլ դրա մասին խոսեցինք, որ ոչ, հրաժարվում է Իրանը։ Բայց հիմա հարվածների հետևանքով կամ կհամաձայնվի, կամ կմտնի արդեն լայնածավալ պատերազմի մեջ։ Մոտավորապես 30 թիրախ է ընտրվել կոնկրետ Իրանում եւ հարվածներ են հասցվել, այդ թվում հետաքրքիր է սա շատ, հարվածներ են հասցվել նախագահի նստավայրին եւ հետախուզության ծառայության շենքին, հարգելի հայրենակիցներ, դա անցյալում տեղի չի ունեցել, այսինքն դա արդեն շատ լուրջ է։ Խամենեին ըստ վերջի տեղեկատվություններից փախել է Թեհրանից, այսինքն արեք ճիշտ այստեղ, որովհետև ես թարգմանում եմ հենց հիմա, ճիշտ ասեմ, Թեհրանից մեկնել է որևէ ուրիշ վայր, որ այդտեղ թաքնվի այս հարվածներից, այսինքն սա Թեհրանից փախնելու տրամաբանություն էլ ունի, բայց միևնույն ժամանակ դա իհարկե չի լինի հայտարարված, որ ինքը որովհետև փախել է, ուղղակի իր բունկերը, որի մասին խոսք է գնում, մեծ հավանականությամբ Թեհրանում չի, ուրիշ ինչ-որ մի տեղ է գտնվում եւ այս պայծրությամբ դեռ ինքը չի լքել, այսպես ասեմ, Իրանը, դրա հավանականությունը նաեւ կա, որ կարող է լքել Իրանը առհասարակ դեպի Ռուսաստան խոսքին, բայց այս պայծրությամբ դեռ այդպիսի բան չկա։ Մոսադը հայտարարություն է անում, իրանական եղբայրներ եւ քույրեր, դուք մենակ չեք, մենք սկսել ենք այսպիսի հատուկ տելեգրամյան ուրեմն ալիք ձեր համար եւ միասին վերելու ենք մեր լավ օրերը հետ, կիսվեք մեր հետ ձեր տեղեկատվություններով եւ մենք կօգնենք ձեզ, մենք ձեր հետ ենք։ Տեսեք ինչ կարևոր քայլ է անում, հա, Իսրայելը հայտարարում է, որ մենք ժողովրդի թշնամի չենք, մենք ժողովրդին օգնելու ենք, մենք միասին ենք լինելու եւ այդ նպատակով կարևորը այն է, որ փաստացի ինքը ասում է, որ մենք ժողովրդին օգնելու ենք։ Հիմա դրանով ինչ մեսիջ է, ինչ ուղերձ է, հարգելի այրենակիցներ, ոտքի կանգնեք ոտքի եւ այն ապստամբությունը, որը հունվարին տեղի էր ունենում եւ տեղի չունեցավ միջև վերջ, իրականում հասցրեք միջև գագաթնակետ, այսինքն օգտագործեք այդ միջոցները բոլորը եւ դուրս եկեք փողոցներ եւ սկսեք ապստամբությունը, սա պարզ է եւ քաղաքական հա, տեսեք, նաեւ հարվածներ է հասցվել ուրեմն արդարադատության նախարարությանը եւ դատարանի շենքին, տեսեք, այսինքն Իսրայելը քանդում է հիմա հավանաբար Միացյալ Նահանգների հետ միասին, քանդում է պետական համակարգը, քանդում է հենց նախարարությունները, կառավարության շենքերը եւ այլն նրա համար, որ ժողովրդին տա հնարավորություն ապստամբությունին դիմի։
Սա շատ կարևոր է։ Թեհրանում պայթյունները շարունակվում են եւ կարելի է ասել, որ այո, Միացյալ Նահանգները մասնակցում են ռազմական գործողություններում, սրա մասին արդեն տարբեր եւ տարբեր աղբյուրներ են խոսում։ Եվս պայթյունները շարունակվում են Թեհրանում եւ այո, այստեղ տարբեր կադրեր կան եւ ես համոզված եմ այդ կադրերը դուք կտեսնեք։ Ես այն պատճառով չեմ ձեզ ցույց տալի այս կադրերը, որովհետեւ այստեղ հիմա 50,000 տարբեր տեղեկատվություն կա, միայն Իրանի մասին չի իհարկե, եւ ես չեմ կարող ձեզ բոլորը ցույց տալ, երբ ես ինքս չգիտեմ ինչ տեղեկատվություն եմ ձեզ ցույց տալու, դա ուղղակի չի կարելի թույլ տալ։ Այդ պատճառով ակնհայտ է, որ ես ուղղակի այստեղ ուշադիր հիմա նայում եմ եւ ձեր հետ կիսվում եմ։ Այո, շենքեր են պայթեցնում, այդ թվում օդանավակայաններ են հարված հասցրել, այսինքն այո, տեղի է ունենում պետական կառավարման համակարգի փլուզում։ Այո, Մահրաբադ օդանավակայանին հարվածներ հասցվեց, նախագահականին եւ կառավարության շենքին հարվածներ է հասցվել, նաեւ լրատվամիջոցների ուղղությունով ոնց հասկանում եմ, եւ եւս մի շարք նաեւ ուրիշ վայրերում։ Նորից փորձենք ավելի թարմ տեղեկատվություններ հավաքենք եւ հասկանանք, թե այս պայծրության ինչ կարելի է սպասել։ Պետք է սպասել հաջորդ արդեն գործողությունները, հարգելի հայրենակիցներ, եւ դա վերաբերվում է Իրանի կողմից հարվածներին եւ դեպի Իսրայել, այսինքն մոտակա ժամերի ընթացքում մենք երևի տեսնենք Իսրայելում առաջի պայթյունները նաեւ ի պատասխան, որովհետեւ ակնհայտ է, որ հիմա Իրանը կօգտագործի բոլոր իր հնարավորությունները։ Հա, Իրանը փակում է իր օդային տարածքը ամբողջությամբ, այսինքն բոլոր քաղաքացիական ինքնաթիռները հիմա դուրս են գալի Իրանի տարածքից եւ տարածաշրջանում ակնհայտ է դեռ չկա փոփոխություններ, այսինքն Իրաքում դեռ մնում են, բայց արդեն զգացվում է, որ սահմանափակ եւ ավելի քիչ, բայց Իրաքի օդում դեռ օդանավներ կան եւ թռիչքներ դեռ կան։ Եվ պետք է ասել, որ այո, Իրանն էլ ոնց հասկանում եմ անցնում է դեպի ռազմական դրություն։ Հետաքրքիրը այն է, որ Խամենեիի նստավայրին էլ են հարձակվել իրանցիք, այսինքն դա էլ նաև կարևոր բաղադրիչ ունի, հասկանալի է, որ նպատակ ունեն հիմա արդեն, սա լուրջ տարբերություն է նրա այդ ինչ տեղի էր ունենում 2025 թվականի հունիսի 12 օրվա ընթացքում այդ պատերազմի, լուրջ տարբերություն է, նկատի ունեմ այդ ժամանակ ամենակարևոր մասը եւ գաղափարը վերաբերվում էր հարվածներին, ռազմական օբյեկտներին, բայց հիմա հարվածները տեղի են ունենում պետական օբյեկտների դեմ եւ դա նշանակում է նաեւ, որ այս անգամ ռեժիմի փոփոխությունն է օրակարգում, ռեժիմի փոփոխությունը, ինչը շատ կարևոր է։ Մինչև այդ ռեժիմի փոփոխություն չէր, ուղղակի գաղափարներ, որ միջուկային ծրագիրը կանգնեցնեն եւ ռեժիմի փոփոխություն այն ժամանակ նպատակ չէին դրել։ Հիմա նպատակ է ռեժիմի փոփոխությունը, հիմա նպատակ է քաղաքացիները, որ փողոց դուրս գան եւ իշխանափոխություն կազմակերպեն, հիմա նպատակ է ոչնչացնել ոստիկանական զինված ուժերը եւ այլն, քաոսի մատնել Իրանը։ Մենք ձեր հետ միասին խոսել ենք այս հարցերի մասին, հարգելի հայրենակիցներ, մանրամասն եւ դուք կարող եք գնալ դիտել նաեւ ալիքում, ով ուզում է ավելի լավ պատկերացում ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ այս թեման հիմա ինչ կարևոր է դառնում, Իրանի շուրջ հարցը երկրորդ ավիակիրի գալը 3 ենք այդ վերլուծությունը արել, միջև այդ մի քանի օր առաջ ես նաեւ վերլուծություն արել Թուրքիան, որ պատրաստվում է բուֆերային տարածք ստեղծել Իրանում, նաեւ շատ կարևոր այդպիսի տեղեկատվություն, այսինքն այդ ամենը մեծ նշանակություն ունի եւ ես հիմա կամփոփեմ այս վերլուծությունը եւ կվերադառնամ հենց լինի կարևոր նոր թարմ տեղեկատվություններ հաստատ կլինի եւ կանդրադառնամ այս հարցին, ուստի հետևենք ակտիվորեն այս բոլոր զարգացումներին, շնորհակալ եմ, կհանդիպենք։